Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Մինչ հարցազրույցին անցնելը մենք խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել այն սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անաչառ եւ անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը Ամերիա խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջերբաշյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ջերբաշյան, մեր զրույցի թեման ուրեմն գլոբալ ձեռներության հետազոտությունների ասոցիացիայի հրապարակած գլոբալ ձեռներության 2024-25 թվականի զեկույցն է, որը դուք կիսվել եք նաև ձեր Facebook-յան էջում, ես գիտեմ մասնակցել եք նաև ձեր ընկերությունը մասնակցել այս զեկույցի կազմմանը, զեկույցի աշխատանքներին, սա գլոբալ զեկույցն է լինելու է նաև Հայաստանի վերաբերյալ առանձին զեկույցը, ազգայինը։ Ասացեք, խնդրեմ, ինչ զեկույց է, երբանից է հրապարակվում եւ ինչու է կարեւոր։ Մի փոքր այսպես ներածություն տանք։ Այս գաղափարը ստեղծման մասին դեռ 1999 թվականին է սկսվել։ Այս գործընթացը արդեն 36 տարի է, ամեն տարի հրապարակվում է գլոբալ ձեռներեցության զեկույցը, որը փորձ է հանդիսանում եւ լավագույն փորձն է այսօրվա օրով դասվում, փորձել համադրել իրար հետ տարբեր երկրների փորձը ձեռնարկատիրության ոլորտում։ Ինքը նախաձեռնվել է երկու մեծ համալսարանների կողմից, մեկը Babson College-ն է Միացյալ Նահանգներում, մյուսը Լոնդոնի բիզնես դպրոցն է Մեծ Բրիտանիայի։ Այդ երկու կառույցները իրար հետ ստեղծել են, մշակել են մեթոդաբանությունը, իսկ հետո դա զարգացել է։ Այսօր զեկույցների շտեմարանը տվյալների հանդիսանում է աշխարհի ամենամեծ շտեմարանը ձեռնարկատիրության վերաբերյալ։ Մոտավորապես 120 երկրի տվյալ է հավաքագրվում այնտեղ, տարբեր տարիներ տարբեր քանակի երկրներ են մասնակցում, մոտավորապես մոտ 1000-ի մոտ հետազոտողներ են, որոնք աշխարհով մեկ իրականացնում են ձեռնարկատիրության հետազոտողները։ Հայաստանը առաջին անգամ մասնակցեց, Ամերիկայի թիմը մասնակցեց 19-20 թվականների խոսել ենք այդ ժամանակ խոսել ենք դրա մասին եւ սա երկրորդ տարին է, երբ որ Հայաստանը մասնակցում է։ Ինչ նպատակներ ունեն, հա։ Հիմնականը փորձել այնպիսի մեթոդաբանություն կիրառել եւ շատ հետաքրքիր է այդ մեթոդաբանությունը, իմ կարծիքով ամենամշակված մեթոդաբանություններից մեկն է հարցաթերթի մշակման աստիճանով հարցման ցուցանիշների եւ հարցման մեթոդաբանությամբ, ասեմ ինչ հետաքրքիր բան, որ արվում է միաժամանակ ամբողջ աշխարհում նույն պահին, նույն օրը սկսում է հարցումը եւ պետք է նույն ժամկետում ավարտվի։ Դա էլ է արվում նրա համար, որ խուսափել այլ զարգացումներից աշխարհում եւ ազդել դրա վրա։ Սա շատ կարեւոր է։ Երկրորդը հարցաթերթերի մշակումը։ Պատկերացրեք, մենք թարգմանել ենք հայերեն հարցաթերթը, բայց պահանջ կար ուղարկելու այնտեղ, իրանք այնտեղ վարձում են հայերեն լեզվի մասնագետ, որը մեր թարգմանածը նորից վերստուգում է, որ ապահովի, որ ընկալելու տեսակետից հանգարց շեղումներ չլինեն, իդենտիկություն։ Եվ դա թույլ է տալի իրականացնել այսպես մասշտաբային հետազոտություն եւ առաջին հերթին թույլ է տալի չափել ձեռնարկատիրական գործունեության տարբերությունները տարբեր երկրներում, նույնականացնել եւ դուրս բերել այն գործոնները, որոնք ազդում են ձեռնարկատիրության մակարդակի վրա, աջակցել քաղաքականություն եւ մշակողներին ձեռնարկատիրական այգոհամակարգերի զարգացման համար։ Եվ սա այն ամենամեծ առավելությունն է, որ թույլ է տալի ունենալ շատ համադրելի եւ վստահելի տվյալներ աշխարհի մակարդակով եւ մենք շատ հպարտ ենք, որ մաս ենք կազմում այս նախաձեռնությանը։ Շատ կարճ կարող եք ասել, մեծ հաշվով չափում եք բիզնես ջիղը, այսպես ասած, եթե շատ պարզ ասենք մարդկանց, ինչու են այս կամ այն երկրում մարդիկ զբաղվում բիզնեսով եւ ինչու են մոտիվացված զբաղվելու բիզնեսով, ինչ խնդիրներ են իրենց դեմ դնում, ինչպես եք չափում դա։ Գիտեք, առաջին հերթին ոչ միայն դա է չափվում են տարբեր ֆակտորներ, հասկացած օրինակի համար ինչպիսի սոցիալ-մշակութային ֆենոմեններ են, որոնք ազդում են ձեռնարկատիրության վրա, ինչպիսին է մարդկանց մոտիվացիան արդեն նշեցիք, բայց ոչ միայն դա, օրինակ ինչպիսի սպասումներ ունեն ձեռնարկատիրությունը դեպի ապագա ուղղված, ինչքանով են ձեռնարկատիրությունը ուղղված լոկալ մակարդակի վրա, լոկալ նկատի չունեմ օրինակի համար երկրի, հա, սկսած ինչքան այնք ուղղված համայնքային սպասարկելու ուղղված
ազգային մակարդակի վրա երկրի մասշտաբով ինչ կա ինքը դեպի դուրս գլոբալիզացիայի ուղղված ինչպիսի սպասումներ կան օրինակ աշխատատեղեր ձևավորելու տեսակետից հարցերի շարանը բավական մեծ է եւ բավական լայն եւ այդ իմաստով ինքը թույլ է տալի անդրադառնալ տարբեր ասպեկտներին ձեռնարկատիրության սկսած ինչպիսի եկամտային խմբեր են որոնք զբաղվում են ձեռնարկատիրությամբ ինչպիսի կրթության մակարդակը ինչպես է տարբեր վարքագիծ ցույց տալի որ ոլորտներում է ձեռնարկատիրությունը ինչ առանձնահատկություններ ունի ասեմ ես շատ խորքային վերլուծություն է եւ այսօրվա ակադեմիկ ոլորտում եւ քաղաքականությունների մշակման ոլորտում ինքը հանդիսանում է ամենամեծ հղումներ ունեցող վերլուծություն ասեմ ավելին աշխարհի գրեթե բոլոր այսօր գլոբալ ինդեքսները իրանք հղում են տալի, այս վերցնում են տվյալներ ջեմից, հա, գլոբալ հետազոտությունից, սկսած գլոբալ ինովացիոն ինդեքսը, որտեղ Հայաստանը զիջել էր վերջի տարիներին ցուցանիշները, հետո մի քիչ բարձրացավ այս վերջի տարվա արդյունքներով։ Բոլոր այդ տեղերում կան տվյալներ, որոնք վերցվում են ջերմից։ Նաև սա հիմք է այլ հետազոտությունների համար։ Այո, նաև հիմք է դիրքավորելու երկիրը այս տեսակետից տարբեր գլոբալ ռենքինգներում։ Գրեթե ռենքինգ չկա այսօր աշխարհում իրականացվող, որտեղ չի օգտագործվում ջեմը։ Ում հետ է կանում հարցազրույցներ կամ եթե հարցազրույցներ է կանում, ովքեր է ձեր թիրախային բնակչությունը, դա բնակչությունը, դա կվոտավորված է շատ բանը ներկայացչական լինելու համար թե ռեգիոնների մասով, թե բնակչության տարբեր սեռատարիքային կազմի հետ կապված։ Սոցիոլոգիական ընտրանք է տեղի ունենում։ Այո, մեծ ընտրանք է լինում, ասեմ այդ ընտրանքի վերահսկողությունն էլ է իրականացվում կենտրոնից, դա ջերայի պարտականությունն է։ Ես մտածում եմ միայն բիզնեսների հետ եք խոսում։ Չէ, հենց սա հետաքրքրությունը նա է, որ ոչ թե խոսում ենք, որտեղ ունենք նաև այդպիսի մաս, բլոկ կա խոսակցության, բայց հիմնականը դա խոսակցությունն է բնակչության հետ եւ տեսնել ինչքանով են իրանք պատրաստ, ինչքանով են իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն, ինչպիսի խնդիրներ ունեն, ինչով է բացատրվում, փորձել հասկանալ եւ ասեմ, այդպես ուղղակի հարցեր չեն, որ հարց ենք տալի, թե ինչի համար եք զբաղվում բիզնեսով, դա ինչ չեն հարցերը։ Հարցերը շատ ավելի խորքային են եւ իրականում ես կարծում եմ, որ հարցումների բավական մեծ քանակով այս տարիների ընթացքում իրականացնելու պայմաններում կարող եմ ասել, որ շատ խորը մտածված հարցաշար է, որը թույլ է տալի ոչ ուղղակի հարցերի եւ պատասխանների եւ ստուգողական հարցերի միջոցով իրականում բացահայտել մոտիվացիան, իրականում բացահայտել այն բաները, որոնք մարդիկ օրինակ ուղղակի հարցի պատասխանի դեպքում գուցեև չեն պատասխանի կամ այլ կերպ կպատասխանեն։ Շատ հաճախ կա մի կողմից գուցե մոլորություն, մյուս կողմից ընդունված տեսակետ, բայց նաև պրակտիկան է շատ հաճախ դա հաստատում, որ բիզնեսով զբաղվելու համար լուրջ կրթություն մարդուն պետք չէ։ Շատ հաճախ կրթություն չունեցող եւ սոցիալական արգելակներ չունեցող մարդը ավելի հաջողակ է բիզնեսում, որովհետեւ ինքը չգիտի հնարավոր չի բառը եւ տանկի նման առաջ է շարժվում շատ ուրեմն պատեր ջարդելով եւ արգելքներ պատնեշներ անցնելով, կամ մարդը, որը 1000 անգամ գցում բռնում է, այսպես ասած, թե ինչն է հնարավոր, ինչ հնարավոր չէ, ռիսկերն է հաշվի առնում, փորձում է առաջ գնալ կամ չգնալ։ Ձեր զեկույցը հաստատում է դա, թե երկում է։ Ու սկսեմ առաջին կետից, ամենակարևոր կետերից մեկը, որտեղ անդրադարձ կա սոցիալական հիմքերին, ինչպիսի սոցիալական հիմքերի վրա է ձեռնարկատիրությունը լինում եւ բացահայտել մոտավորապես թե ինչ մշակութային եւ սոցիալական գործոններ են, որոնք ազդում են ձեռնարկատիրության վրա եւ իրականում նաեւ փորձում ենք գնահատել օրինակ ֆինանսական միջոցների հասանելիությունը, ձեռնարկատիրության էկոհամակարգի արկայությունը, թե ինչպես է բխում նրան։ Մի քանի բառով ասեմ օրինակ Հայաստանի մասով, որ աշխարհում օրինակի համար ձեռնարկությունների 48.6% չկայանալու, որոնք ստեղծվում են եւ հետո չեն կայանում, հիմնականում դա վախի հետևանք է, որտեղ մարդիկ չեն սկսում բիզնես 48.6% աշխարհով մեկ, որ չեն սկսում, որովհետեւ վախ կա, վախենում են չկայանալու, ռիսկերի գնահատականն է։ Այս ցուցանիշը Հայաստանում միջին ցուցանիշի մակարդակում է մի փոքր է, 47.2% է կազմում մարդիկ, որոնք չեն սկսում բիզնեսը ելնելով այդ վախից, որտեղ այդ վախի հետ կապված է նաև կրթության մակարդակը, որտեղ ապացուցված կորելացիա կա
նրա թե ինչքան մարդը ավելի կրթված է լինում, այնքան այդ վախերը իր մոտ ավելի մեծանում են, որովհետև ինքը այդ դեպքում ունի խնդիր, ավելի հստակ է հասկանում այն ռիսկերը, որոնք կարող են լինել, եւ համապատասխանաբար հետաքրքիր է նաեւ նայել, թե այդ վախերը ոնց են արտահայտվում տարբեր տեսակի ձեռնարկատիրության մեջ։ Ընդհանուր առմամբ ջեմը բաժանում է տեսակները, սեկտորները, որտեղ են զբաղվում, առաջինը կոչվում է էքստրակտիվ սեկտոր, դա այն սեկտորներն են, որոնք կորզում են արդյունքը բնությունից։ Դա գյուղատնտեսությունն է եւ հանքահումքային ոլորտը։ Ես այստեղ հիշեցի մակեդոնացու հաջողությունների մասին, տեսակ այդ կա, որ ասում են ինքը քարտեզ չի ունեցել, դրա համար շարունակել է գնալ եւ չի իմացել որտեղ կարելի է կանգնել։ Օրինակ էքստրակտիվ բիզնեսում հիմնական խաղացողները իհարկե կրթության ավելի ցածր մակարդակ ունեցող, եկամուտների ավելի ցածր մակարդակ ունեցող եւ ավելի քիչ վախեր։ Էքստրակտիվ հարստահարող բիզնեսը։ Չէ, էքստրակտիվ նշանակում է բնությունից արդյունք կորզող։ Կորզող, այո։ Որտեղ կան էքստրակտիվ բիզնեսներ, կան տրանսֆորմատիվ բիզնեսներ, դա արդյունաբերությունն է, շինարարությունն է, երբ որ ինչ որ նյութական ակտիվ վերափոխվում է իր նշանակությունը, կան բիզնես ծառայություններ, որպես այդպիսին ցուցանիշներ, դա տարբեր տիպի պրոֆեսիոնալ բիզնեսներն են եւ նաեւ կա սպառողների սպասարկման բիզնես, այդտեղ մտնում է մանրածախ առևտուրը, մտնում են տարբեր տիպի կոմունալ գործառույթները, վարսավիրանոցներ, ծառայությունների ոլորտը եւ շատ լուրջ փոխվում է այդ սոցիալական հենարանը ձեռնարկատիրությունը կախված նրանից թե ինչպիսին է բիզնեսը, ասեմ որ մի փոքր բացեմ փակագծերը ապագա ազգային ռեպորտի մեջ օրինակ շատ հետաքրքիր ֆենոմեն է եղել 19-ից 24 թվականի այս 5 տարվա ընթացքում այն փոփոխություն օրինակ ինչ որ եղել է էքստրակտիվ բիզնեսի մեջ ձեռնարկատիրությունների, որտեղ Հայաստանում 19-20 թվականների հիմնական ձեռնարկատիրությունը դա գյուղատնտեսությունն է եւ մանրածախ առևտուրը։ Այսօր էլ է այդպես, բայց այդ ոլորտները անկում են ապրել, դրա փոխարեն սկսել է աճել տրանսֆորմատիվ բիզնեսները եւ բիզնես ծառայությունները։ То есть մենք ունենք կառուցվածքային փոփոխության նախանշաններ այսօր։ Ռուսների գալը դրա վրա ազդել է։ Իհարկե, ակնհայտորեն դրա վրա ազդել է նաեւ ռուսների գալը, ազդել է նաեւ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հայտ գալ, ասեմ, որ այդ բոլոր ֆակտորները, եթե անում ես մասսայական հետազոտություն, դու պետք է հաշվի են առնվում այդ հարցման մեջ։ Կարևոր է նաև ասել, որ Հայաստանում 18-ից 64 տարեկան, այդ է խումբը, որը նայվում է, հա, 18-ից 64 տարեկան բնակչության, 5.3 աշխատանքային տարիքում են։ 5.3%-ը հայտարարել է, որ վերջի 12 ամիսների ընթացքում կատարել է բիզնեսից ելք։ 5.3% շատ կարևոր, որտեղ դա նշանակում է, որ մենք այն ժամանակ 19-ից 20 թվականների հաշվետվության մեջ մատնանշել էինք, որ խնդիրներից մեկը նաև դրա մասին է, որ մարդիկ վախենում են մտնել բիզնեսի մեջ, որտեղ հետո դուրս գալու խնդիրներն են, ասեմ, որ այո, 5.3%-ը բիզնեսից դուրս է եկել, որը արդեն բավական լավ ցուցանիշ է համեմատած միջին ցուցանիշների հետ համաշխարհային, եւ ելքը կարող է լինել տարբեր, վաճառել է, փակել է, դադարեցրել է, անհաջողություն, այդ ելքը կարևոր չի, բայց այդ ելքի աստիճանը ցույց է տալիս այդ ոլորտի ակտիվ շրջանառությունը։ Ես դա կարծում եմ շատ կարևոր է նշել։ Շատ կարևոր է թե մարդիկ ինչի են մասնակցում, հա, բիզնեսին, то есть ինչով են մոտիվացված։ Հա, այստեղ իսկապես շատ կարևոր է, որովհետև անցած անգամ երբ մենք ձեզ զրուցում ենք տարիներ առաջ 2019-20 թվականի զեկույցի հետ կապված, դուք ասում եք հետևյալը եւ ռիփորտներ դրա մասին ասում զեկույցը, որ Հայաստանը համադրելի հատկապես երկրների շարքում ամենաբարձր տեղերում է գտնվում մարդկանց ներգրավվածության տեսանկյունից բիզնեսում, եթե բնակչության հետ ենք համեմատում, բայց մոտիվացիայի տեսանկյունից, առաքելության տեսանկյունից ինքը ամենացածրներում է գտնվում, այսինքն մարդիկ շատ հաճախ Հայաստանում բիզնես են սկսում, որովհետև փողի խնդիր ունեն։ Շատ այլ երկրներում իրենք, չգիտեմ, գլոբալ ինչ-որ փոփոխությունների են ձգտում, միջավայր են ցանկանում փոխել, աշխարհն են դիտարկում իրենց շուկա եւ այլ, ինչ-որ առաքելություն են ներդնում այդ բիզնեսի մեջ։ Հիմա ինչ-որ բան փոխվել է։ Դե
Թե հիշենք թե ինչ 4-ը սահմանում կար, որտեղ դա կարևոր է։ Առաջի սահմանումը, որ զբաղվում եմ ձեռնարկատիրությամբ, որտեղ ունեմ եկամուտի խնդիր, փող է ինձ պետք, որտեղ ապրելու համար ինձ փող է պետք։ Երկրորդը դա զբաղվում եմ բիզնեսով, որտեղ դա իմ ընտանեկան բիզնեսն է եղել, ուզում եմ շարունակեմ։ Երրորդը դա ուզում եմ իմ կյանքի միջավայրը փոխեմ, ես ուզում եմ հարուստ լինեմ, հարստություն եմ հետապնդում։ Եվ չորրորդը դա ես նպատակ ունեմ աշխարհը փոխել, իմ ամբողջ աշխարհի նպատակները, իմ միսիան աշխարհը փոխելն է։ Եվ այո, դուք ճիշտ եք, մենք 19-20 թվականների ընթացքում աշխարհում ամենանվազ ցուցանիշը ունեինք աշխարհ փոխելու ցանկացողներին։ Եվ այսօր էլ մենք այդ ցուցանիշով, ասեմ ձեզ իմ խորին համոզմամբ սոցիալ-մշակութային բաները, խորքային դրդապատճառները իրանք շատ դանդաղ են փոխվում։ Եվ այսօր էլ մենք բավական բարձր դիրքերում ենք, առաջինը չենք աշխարհում արդեն, բայց ամենաբարձր դիրքերում ենք գտնվում այդ աշխարհ չփոխելու ցանկությամբ։ Բայց կարող եմ ասեմ, որ հետարքիր փոխություն հակաչեմպիոն ենք այդ առումով։ Այո, բայց կարող եմ ասեմ հետարքիր էլի ազգային ռեպորտից որոշ բացահայտումներ, ազգային ռեպորտը ասեմ շատ ավելի հետաքրքիր է լինում այս դեպքերում նայել, որտեղ այնտեղ ոչ միայն այլ երկրների հետ ենք զրուցենք ազգային զեկույցի մասին։ Պարտադիր կարծում եմ հետաքրքիր նայել ներկայացում կանենք։ Ուրեմն տեսեք ինչ է կատարվել, այն եկամուտ ստանալու տեսակետից, հա, ապրոստի եկամուտ ստանալու տեսակետից այդ ցուցանիշը սկսել է նվազել մեզ մոտ։ Դա նաև պայմանավորված է օրվա հացի խնդիր լուծելու տեսանկյունից նվազել է, որտեղ ոնց որ թե սկսել է process-ը զբաղվածության ոլորտում, մասնավորապես օրինակ Երևան քաղաքում, քանի որ զբաղվածության աշխատատեղերի ակտիվ ստեղծման փուլ էր եղել, նաև հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը, ծառայությունների ոլորտի աճը, մարդկանց քանակը, որոնք ստիպված զբաղվում են ձեռնարկատիրությամբ, իրանք ունեն այլընտրանք։ Ցուցանիշները այդքան կտրուկ չեն նվազել ոչ Երևան հանդիսացող քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում, այդքան կտրուկ չի իջել, սակայն Երևան քաղաքում իջել է եւ ընդհանուր մակարդակ իջել է։ Ասեմ մի հատ հետաքրքիր ֆենոմեն է նաեւ ձևավորվել, դա էլ է շատ հետաքրքիր, շատ խորքային բան եմ ասում։ Գյուղական վայրերում աճել է ընտանեկան պատճառը։ Իմ խորին համոզմամբ այսօր մենք մեր աչքի առաջ ընթանում է սերնդափոխություն գյուղատնտեսությամբ զբաղվողների մոտ եւ ձևավորվել է արդեն այդ երիտասարդ սերունդը, որտեղ նախկինում 18-ից 23 տարեկան հասակի երիտասարդները որպես կանոն մեծամասնությամբ դա էքստրակտիվ ոլորտում չէր, դա մեծ մասամբ սպասարկման ոլորտում էր, մանրածախ առևտուրը դա մեր ամեն ինչն էր։ Հիմա մեկ էլ ի հայտ է եկել գյուղատնտեսության ոլորտում այդ ընտանեկան բիզնեսի շարունակման տրամաբանությունը, որը նշանակում է, որ մենք իրականում սերունդի փոփոխություն է արվում գյուղատնտեսության։ Երիտասարդների համար գյուղերում գյուղատնտեսությունը դարձել է գրավիչ։ Ոչ, չէ, գյուղատնտեսությունը ընդհանրապես մեր մոտ իջել է, նվազել է, որովհետև իրականում գյուղատնտեսությունը լինելով ոչ արտադրողական համեմատաբար այլ սեկտորների, ընդհանուր առմամբ նախապաշարմունքը զբաղվելու գյուղատնտեսությամբ նվազում է եւ ակնհայտ երևում է, որ առաջնային տեղ է դուրս գալիս ոչ Երևան հանդիսացող քաղաքային միջավայրերը, այդտեղ սկսել է բավական ակտիվ աճել տրանսֆորմատիվ սեկտորը եւ այլն։ Սակայն այն նրանք, ովքեր մնացել են, իրանք ոնց որ արդեն ընտանեկան սերնդի բիզնեսի շարունակություն է։ Ավանդույթի նման է։ Զբաղվել է, հայրը զբաղվել է, դա մեր բիզնեսն է ընտանեկան, ես էլ շարունակել եմ, եմ գրկնում, ընդհանուր առմամբ անկում է ապրում, բայց այնով որ զբաղվում է, արդեն ունի նաև այդ մոտիվացիան, որտեվ իմ պապս ստեղ ծառա աճացրել, ես էլ շարունակում եմ այդ անել։ Դա ինքը շատ հետաքրքիր ցուցանիշներ են։ Ասեմ, որ նաև բավական փոխվել է կանանց եւ տղամարդկանց մասնակցության խնդիրը։ Եթե նախկինում մենք ունեինք կանանց կողմից շատ ավելի մեծ էր սրված այդ զբաղվում են բիզնեսով կյանքի ապրուստի հետ կապված, հիմա ոնց որ թե կանայք եւ տղամարդիկ հավասարվել են այդ ցուցանիշի մեջ եւ ասեմ, որ կանայք շատ ավելի մեծ նախապաշարմունք ունեն դեպի աշխարհ փոխելուն։ Լուրջ։ Այո։ Մենք ունենք նմանատիպ ակտիվ իրավիճակ, երբ որ կանանց կողմից
Դա նաև բացատրվում է մեր պատրիարխալ ընտանիքների ձևավորման խնդրով, որտեղ մենք դեռ չենք թոթոփել այդ ավանդույթը, որ տղամարդն է, որը ապահովում է ընտանիքի հաց բերողը, իսկ երբ որ կանայք են զբաղվում ձեռներկատիրությամբ, իրանց մոտ ոնց որ թե այդ խնդիրը հաց բերելու ավելի նվազ է զգացվում եւ իրանք ավելի ազատ են իրականացնելու։ Ասեմ օրինակ հետաքրքիր ավելի մեծ երազանքներ են դրում համար, որտեղ իրանք կարող են իրենց թույլ տալ այսպիսի միջավայրում։ Օրինակ հետաքրքիր բան նույնպես ասեմ, կանանց մոտ էտել է նկատվում, կանանց շատ ավելի մեծ քանակով մարդիկ պատրաստ են ներդրումների, ինովացիաների, արտադրական process-ներում, նոր մոտեցումներում։ Տղամարդիկ ավելի շատ ուղղված են պրոդուկտային ինովացիաներին, նոր ապրանքի, նոր բան անելուն։ Իսկ կանայք ավելի ուղղված են ավելի էֆեկտիվ անելու, ավելի լավ արդյունք ապահովելու համար, ավելի քիչ եկամուտներ։ Դա էլ է կախված մեր պատրիարխալ ընտանիքից, որտեղ մենք եթե պատկերացնենք մեր կանանց մեծ մասը ընտանիքների տնային տնտեսությունների մեջ իրանք են պատասխանատու տնային տնտեսության բյուջետային կառավարման տեսակետից ներսում ինչ որ կատարվում է։ Այդ նույն բանը իրանք անց են կացնում բիզնեսին եւ շատ ավելի ուշադիր են վերաբերվում ձեռնարկատիրության ընթացքում այն process-ներին, որոնք իրանք անում են, քան թե վերջնական արդյունքին։ Ասեմ, որ այս հաշվետվությունների մեծագույն արժեք այդ սոցիալ-մշակութային խորքային պատճառահետևանքային կապերի բացահայտելն է։ Օրինակ Վրաստանում անցկացվել է նման հետազոտությունը։ Այս տարին կարծեմ ոչ։ Իրանք ոնց որ մենք իրանք տենց հաջորդում են։ Ամեն տարի անցկացնել իրար կարող են թույլ տալ հարուստ երկրները, սա շատ թանկ հաճույք է եւ ասեմ որ ֆինանսավորվել է հենց մեր կողմից էլ արդեն երկրորդ անգամ փաստորեն։ Մեր նկատի ունեք պետության, թե ձեր ընկերության բոլոր փորձերը գտնել այլ ֆինանսավորում պետական կամ անապարտություն եղավ, բայց ես կարծում եմ, որ ճիշտ է սա իրականացնել հաշվի առնելով կոവിഡ്ը, պատերազմը, Արցախից տեղահանում այդ աշխարհի փոփոխությունները, ես կարծում եմ, որ պետք է անպայման իրականացնել, նաև կապված նրա հետ, որ երկիրը այսօր մշակում է նոր ձեռնարկատիրության ռազմավարություն եւ կարծում եմ սա այն հիմքն է հանդիսանում այդ նոր ռազմավարության մշակելու։ Հետաքրքիր է, որ մշակում են, բայց այդ խորքային հետազոտությունը, չգիտեմ, անում են թե չեն անում։ Մենք ենք ֆինանսավորել։ Շատ լավ։ Տեսեք, շատ բիզնեսներ, որոնք ունենում են հաջողություններ, իհարկե ինչ որ լոկալ մակարդակից են սկսում, բայց իսկապես իրենց ուրեմն լայն են մտածում, ինչ որ պայից սկսում են լայն մտածել սեփականատերերը, բիզնես կառավարիչները եւ սկսում են դիտարկել աշխարհը իրենց շուկա, լինի ծառայություն, լինի ինչ որ պրոդուկտի արտադրություն եւ այլն։ Հայաստանում ինչպես է։ Մենք շատ ավելի այսպես լոկալ մակարդակում ենք, լոկալ շուկան ենք դիտարկում մեր հիմնական թիրախը, թեպետ պետք է լիներ սովորաբար հակառակը, որովհետև փոքր երկիր է, փոքր շուկա է, մենք պետք է ուզենանք աշխարհով եւ հատկապես ինտերնետը այս հնարավորությունները թույլ են տալիս, չգիտեմ, on-line shopping-ը եւ այլը, աշխարհով մեկ վաճառել քո պրոդուկտը։ Փոխվում է դա։ Արդյոք մենք դիտարկում ենք աշխարհը մեզ շուկա։ Էլի անդրադառնում ենք ազգային ռեպորտին ավելի շատ, ուրեմն տեսեք։ Առաջինը սկսեմ լոկալ բանից փոքրացել է մեր կենտրոնացումը լոկալ շուկայի վրա։ Ինչի է փոքրացել, կարծում եմ դա եղել է պարտադրված նաև այն մրցակցությունից, որը գեներացրել են տարբեր տիպի e-commerce-ի հարթակների հասանելիությունը եւ մարդիկ լոկալ շուկայում էլ չեն օգտվում այդ առավելությունից, որ իրանք լոկալ են գտնվում, ուզեն թե չուզեն, իրանք սկսել են մրցակցություն զգալ e-commerce-ի տեսակետից եւ դա բերել է նրան, որ լոկալ օրիենտացիան նվազել է։ Ակնհայտ է, որ ընդհանրապես համեմատել երկրները իրար հետ ինտերնացիոնալիզացիայի գլոբալ շուկաներին գնալու տեսակետից սխալ է, որտեվ սխալ է այս դեպքում ընդհանրապես ջեմի կտրվածքով, որտեվ ջեմում մասնակցում են այնպես երկրներ, ինչպիսին Չինաստանն է, Հնդկաստանն է, Միացյալ Նահանգներն է, որոնք իրենց շուկայի մեծության
հնարավորություններով ակնհայտորեն կարող են բավարարել ցանկացած տիպի աճին, հա, բիզնեսի։ Դրա համար մենք պետք է փորձենք հասկանալ մեր երկրի նման փոքր ներքին շուկա հանդիսացող երկրներում ձեռնարկատիրության ուղղվածությունը դեպի ինտերնացիոնալիզացիա։ Եթե այդ տեսակետից ես նայում, սենց ասեմ, ջեմի շրջանակներում բիզնեսը բաժանվում է երկու մասի։ Առաջինը դա այն բիզնեսը, որը կամ նոր է ստեղծվել կամ դեռ մանկական տարիքում է, որը համարվում են բիզնեսներ մինչև 3.5 տարեկան։ Այս այդ բիզնեսները նոր ստեղծված եւ հələ մանկական տարիքում գտնվող 3.5 տարեկան հասակում են գտնվում, այդ բիզնեսները համարվում են նորաստեղծ։ Այն բիզնեսները, որոնք 3.5 տարեկանը անցնում են, արդեն ստեղծում են կայացած բիզնեսներ։ Մենք ունենք շատ հետաքրքիր իրավիճակ։ Մինչև 3 տարեկան ստարտափ է մեծ հաշվով։ Ստարտափային միջավայրը մեծ մասամբ, հա, ասեմ, որ Հայաստանում շատ մեծ է թիվը, թե առաջինների, թե երկրորդների մեջ այսպես կոչված մեկ մարդ, մեկ բիզնես, միանձնյա բիզնեսների մասով։ Ինքնազբաղվածություն ավելի շատ ինքնազբաղվածության տեսակա ձեռնարկատիրության միջոցով, ասեմ, որ այդ ցուցանիշը մեզ մոտ բավական բարձր է համեմատած այլ երկրների հետ եւ կարծում եմ դա մեր պետության ռազմավարության մեջ պետք է լուրջ խորքային արձագանք գտնի, որտեղ իրականում դու երբ որ մեկ անձ, մեկ ձեռնարկատեր ես հանդիսանում, ինդիվիդուալ ձեռնարկատեր ես հանդիսանում, քո մոտ ներդրումների ծավալի տեսակետից դեպի արդյունավետության բարձրացման, արտադրողականության բարձրացման տրամաբանված չեն։ Հետևաբար մեզ համար կարևոր են այն բիզնեսները, որոնք աճում են։ Մեր մոտ թե ստեղծված նորաստեղծ բիզնեսներում, թե ստեղծված բիզնեսներում շատ ավելի մեծ է կշիռը մեկ անձ, մեկ բիզնես ձեռնարկատեր։ Դրա համար շատերը փորձում են այդ 125 միլիոնի շրջանակներում այդ շրջանառության հարկի շրջանակներում տեղավորվել եւ այնտեղ աշխատել։ Դա նաեւ հարկային խթանների եւ հարկային քաղաքականության հետևանք է։ Ուրեմն, տեսեք, պաստորեն ինչ է ստացվում։ Մեր մոտ նորաստեղծ բիզնեսների մոտ բավական միջինից ավելի բարձր է, իհարկե առաջնային չի, բայց միջինից բարձր է այն ցուցանիշը, որով ընկերությունները ուզում են գնալ դեպի ինտերնացիոնալիզացիա։ Մենք ընդ երկու ցուցանիշ կա 25%։ Միջինից բարձր է։ Այո, միջինից բարձր է։ Բայց երբ որ գալիս է ստեղծված ձեռնարկությունները, կայացած ձեռնարկությունները 3.5 տարին անցած, այդտեղ մեր ցուցանիշը ընկնում է միջինից ցածր։ Իրականում ենթադրվում է, որ մենք ապրում ենք բիզնեսի տրանսֆորմացիա այս պահին լոկալ ազգային բիզնեսից դեպի արտաքին բիզնես։ Սա նաև պայմանավորված է նրանով, որ մեր նախկին բիզնեսի տեսակները, սեկտորները հիմա փոխվում են դեպի բիզնես ծառայություններ, դա նաև հետևանք է ռուս-ուկրաինական պատերազմում մեր IT սեկտորում ձևավորվող ակտիվության հետևանք է եւ այդ ընկերությունները ոնց որ քաշել են իրանց հետևից ինտերնացիոնալիզացիայի տեսակը։ Ասեմ, դուք նաև նշեցիք ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացում, այստեղ մեր մոտ ողբեր գալի իրավիճակ է։ Մանավանդ ստեղծված ձևավորված բիզնեսների շրջանակում մենք բավական շատ ցածր մակարդակ ունենք ժամանակակից թվայնացման հնարավորություններից օգտվելու, հա։ Ասեմ, որ օրինակ վեբ կայքերի արկայությունը ստեղծված կայացած բիզնեսների ցուցանիշով մենք աշխարհի ամենավատագույն ցուցանիշների մեջ ենք մտնել, չեմ ասում այլ հարց է վեբ կայքերի որակը, այլ չեմ ասում AI, email marketing, սոցիալական ցանցերի օգտագործում եւ այլն, մենք այդ կայացած բիզնեսների մասով մենք ունենք խնդիր եւ կարծում եմ դա նաեւ խնդիր է մեր ամբողջ նախկին պատմության, հա, մենք եկել ենք այսօրվան եւ սա շատ կարեւոր է եւ այդ պայմաններում ինտերնացիոնալիզացիայի մասին խոսելը այսօր այդ բիզնեսների կողմից ինքը շատ բնական երևույթ է, կարծում եմ։ Շատ լավ։ Մենք ազգային զեկույցին ավելի մանրամասն ձեզ հետ կանդրադառնանք եւ հիմա ես իմ մոտ գայթակղություն է առաջանում քիչ-քիչ գնալ դեպի ազգային եւ Հայաստանի ներհատուկ իրավիճակների եւ յուրահատկությունների մասին խոսել, բայց ես այստեղ կանգ կառնեմ եւ 1 ամսից կամ 2 ամսից, երբ որ արդեն պատրաստ լինի ազգային զեկույցը, դրա մասին առավել Հայաստանի յուրահատուկ խնդիրներին առավել մանրամասն կանդրադառնանք։ Շնորհակալություն։ Դե շնորհակալություն։ Civil Net Business-ի տաղավարում ես զրուցեցի Տիգրան Ջրբաշյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։